Շուտով կգա մեր նոր տարին, թող որ լինի գալը բարի, խաղալիքներն այսպես շատ փայլուն են լուսերես, կարմիր, դեղին, կապույտ, կանաչ, զարդարում եմ ձախ ու աջ։ Վայ, բարև ձեզ իմ փոքրիկ բարեկամներ, քիչ էր մնում մոռանայ։ Գիտեք այս տոնածառը որտեղից է։ Այո, դուք ճիշտ գուշակեցիք անտառից։ Ես, Արջուկը և Կոշկավոր կատուն բերել ենք այստեղ նոր տարվա հանդեսի համար, իսկ ես զարդարում եմ այն։ Երեխաներ, իսկ ուր է Կոշկավոր կատուն։ Արջուկը էլի քնած է։ Արթնացնեմ երեխաներ, հը։ Չէ, ավելի լավ է քնի։ Բայց առանց Արջուկի ամանորի տոն չի լինի, ճիշտ կլինի արթնացնելը։ Արջուկ, արթնացիր Արջուկ։ Ինչ ես ձենդ գլուխոտ գցել, չես տեսնում, որ քնած եմ։ Ծիծաղելի բան ես ասում։ Զարդարում են ձախ ու աջ։ Արջուկ, սա ինչ է, ես վախենում եմ։ Չաշկախարդն եմ բոլոր հեքիաթների, չեմ սիրում ծիծաղ երեխաների, ուզում եմ բոլորը լաց լինեն, նրանց աչիկները թաց լինեն, այնպես կանեմ, որ նրանք տխրեն, նրանցից ծիծաղ ես կխլեմ, հա։ Գրողը տանի, սզում եմ այսպիսի փարփրուն ծառերից, այսպիսի տոնական օրերից, ակասներս մայթում են երեխաների ձայնի ծիծաղից։ Էй, լոշտակ, դու ինչ ես անում այստեղ, չլինի դու էլ ես եկել մասնակցելու այս հիմար տոնին։ Դե, ինչ ես լռում, ինչ է լեզուդ կուլ գնաց։ Իսկ դու, բանդալո շարջ, դու ինչ ես անում այստեղ։ Դե գիտես ինչ, ինձ և իմ ընկերոջը չվիրավորես, թե չբեր կկենամ։ Ինչ կանես, դու վախենում ես ինձանից, որովհետև ես զորեղ եմ։ Հիմա ձեզ զզվելի ծառը քարի կտոր կդարձնեմ, այդ ժամանակ ոչ երեխաները, ոչ դու և ոչ էլ այս հիմար լոշտակը չեք կարողանա ուրախանալ։ Ինչ, տոնածառին եթե կպչես, քեզ կտոր կանեմ։ Կանգնիր դանդալոշ, հիմա կտեսնես, թե ինչի եմ ընդունակ։ Համպեր գոյոտացեք, չար ոգիներ ուշ տվեք ինձ, ուրախության մի օջախ էլ մարեմ և այս ծառը քար դարձնեմ, հա, ինչպես է, վախեցաք, հա, ինչու չեք խոսում, դե գնացեք, հիմա ուրախացեք, հիմարներ, հա, Արջուկ, վայ, չի շարժվում։
Արջուկ։ Արջուկ ես վախենում եմ։ Օֆ, ինչ ես բղավում, հոխուլ չեմ, ուղղակի վախից անշարժացել է, ու էլ ոչինչ չի տեսնում։ Վայ, տոնածառն ուր է, սա ինչ է։ Սա չարկախարդի արարքներն են, նա մեր տոնական ծառը դարձել է ժայռի բեկոր, միթե դու չտեսար այդ բոլորը։ Կներես, նապաստակ, ես պետք է խոստովանեմ, որ այդ ամբրոպի ձայնից վախեցա, ու էլ ոչինչ չեմ հիշում։ Ոչինչ, Արջուկ, Ոչինչ, իսկ տոնածառը։ Այո, հիմա ինչ ենք անելու, ինչպես ենք անցկացնելու տոնական հանդեսը առանց տոնածառի, հը։ Մի տխրիր, մի բան կմտածենք։ Ահա եւ ես, բարև երեխաներ, բարև Արջուկ, բարև նապաստակ, շլդիկ, ինչ ես տխուր։ Սա ինչ է, այ քեզ հրաշք, երեկվանից այստեղ շատ բան է փոխվել։ Ինչ է պատահել, կբացատրեք վերջի վերջո։ Ուրեմն այսպես, չար կախարդը եկավ, կախարդեց և մեր տոնածառը ժայռի բեկոր դարձրեց։ Այ քեզ չար պարավ, թող մի ձեռքս ընկնես։ Հիմա պետք է մի բան մտածենք, որպեսզի տոնածառը ազատենք այս քարի բեկորից։ Ճիշտ ես ասում, նապաստակ։ Հիմա պետք է մի բան մտածենք։ Շուտով կգան Ձմեռ պապը և Ջունանուշը։ Եկեք մտածենք։ Ես իմացա։ Մեղուն։ Մտածիր, թե ով կարող է մեզ օգնել, Արջուկ։ Այո, իմացա։ Ոչ, չիմացա։ Շլդիկ, Արջուկ, գիտեք մեզ ով կարող է օգնել։ Ով։ Բարի աստղագետը, Շլդիկ, լսիր, ես և Արջուկը կգնանք բարի աստղագետին բերելու, իսկ դու մնա այստեղ։ Մեկ էլ տեսար, Ձմեռ պապը և Ջունանուշն եկան։ Բարի աստղագետը այստեղից այդքան էլ հեռու չէ, մենք չենք ուշանա։ Ոչ, ես վախենում եմ։ Իսկ դու կրկնիր, ես չեմ վախենում և վերջ։ Ես չեմ վախենում եմ, Արջուկ։ Ես այդպես էլ գիտեի։ Նապաստակ։ Վայ, ինձ չսպանեք։ Մի վախեցիր, այդ ես եմ, Արջուկը։ Հենց այդպես էլ գիտեիր, որ կվախենաս, դրա համար էլ ետ դարձա։ Իսկ կոշկավոր կատուն ուր է։ Նա մենակ գնաց։ Ախ, ինչ լավ է, որ դու եկար, թե չէ վախից սիրտս կպայթեր։ Քանդյար ես կամ, դու ոչ մեկից չպետք է վախենաս։ Արի միասին կրկնենք, մենք չենք վախենում։ Վայ, սա ինչ ձայն է, ես նորից վախենում եմ։ Էյ, Արջուկ, Շլդիկ, մենք գալիս ենք։ Այդ նրանք են, ուրա։ Սա է։ Բարև Արջուկ, բարև նապաստակ, այս ինչ խառնաշփոթ է, ձեզ մոտ այս ինչ է կատարվում։ Նա գիտե արդեն։ Այո, ճանապարհին պատմեցի։ Այս բոլորը չար կախարդն է արել։ Նա մեր տոնական ծառը դարձրել է ժայռի բեկոր։ Ըստ աստղագիտության և աստղադիտության, այս քարը կոչվում է երկնային քար, որը երկնքից երկրագնդի զուգահեռական ուժի շնորհիվ ընկնում է երկրի վրա, և չար կախարդը օգտագործելով առիթը այս փորձությամբ ցանկացել է խանգարել ձեր ամանորյա հանդեսը, բայց խանգարել նրան չի հաջողվի։ Հիմա ես այս ահռելի քարը կուղարկեմ այնտեղ, որտեղից որ եկել է, որպեսզի հնազանդվի երկնային քարը պետք է օգտագործել այս բառերը. աստղային ուժ հնազանդ, թույլ տուր ասել այս խոսքն ազատ, որ այս քարը երկնային, ետ գնայիր երկիր աստղային, հմուտ աստղեր հնազանդվեք և այս քարից տոնածառը մեր ազատեք։ Տոնածառն ազատվեց չար կախարդի կապանքից, ուրախացեք։ Այո, հիմա կարող ենք ուրախանալ, քանի որ Ձմեռ պապը և Ջունանուշը շուտով կգան։ Շնորհակալ ենք, բարի աստղագետ։ Դուք բարի մարդ եք։ Բոլորի ուրախությունը դա իմ ուրախությունն է, դե ինչ, հեքիաթային իմ բարեկամներ, ես պետք է գնամ։
Ինչ եք ասում։ Մնացեք մեզ հետ, բարի Աստղագետ, դիմավորելու նոր տարին, ուր որ կգան Ձմեռ պապը եւ Ջունանուշը։ Մնացեք մեզ հետ, բարի Աստղագետ, խնդրում ենք։ Դե ինչ արած, ձեր խոսքը չեմ կարող մերժել, մնում եմ։ Բարի Աստղագետը մնում է մեզ հետ, տոնելու նոր տարին։ Երեխաներ, տեսեք ով է գալիս։ Շնորհավոր ձեր նոր տարին, մանուկներ իմ թանկագին, սրտանց եմ այս խոսքն ասում, ձեր հանդեսի երգ ու պարին, մի ձմեռ պապ չի պակասում։ Պակասում է այն էլ ինչպես, լավ է եկար դու վերջապես, մենք էլ ասինք ուր է կորել, հո անտառում չի մոլորվել, կամ ասեցինք հանդիպել եք չար կախարդին, խանգարում է ձմեռ պապին, որ նա հասնի մեր հանդեսին։ Ձմեռ պապ, չար կախարդը այնպես էր ուզում անել, որպեսզի մեր տոնական հանդեսը չիրականանար, բայց մեզ օգնության եկավ բարի Աստղագետը։ Դե ինչ եք ասում, դա իմ պարտականությունն է։ Բայց դու բարի գործ կատարեցիք։ Շատ ուրախ եմ, որ մեր փոքրիկ բարեկամներին օգնեցիք։ Այսպիսի մի ասացվածք կա, եթե ունես դու սիրտ բարի, իշի կյանքով դու չես մարի։ Շնորհակալ եմ Ձմեռ պապ։ Այսպիսով նորից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին, ցանկանում առողջություն եւ այս տարվա ընթացքում իր ձեր իրագործում։ Թող այս սրտաշուն ձմռանը աշխարհի բոլոր երեխաների սրտում արև շողա, շնորհավոր ձեր նոր տարին։ Եվ ահա եկավ նվերների հանձնման ժամանակը։ Այս նոր սուսերը կնվիրեմ բոլորիս ծանոթ կոշկավոր կատվին, որպեսզի նա անպաշտպանների պաշտպանը դառնա։ Իսկ արջուկի համար մեղր եմ բերել, վերցրու արջուկ։ Շնորհակալ եմ Ձմեռ պապ, աղջի շատ եմ սիրում մեղրը, մի լավ ուտեմ կկշտանամ։ Ինչ։ Չէ, մեղրը աղասարը բաժանեմ և բոլորս միասին կուտենք։ Ապրես արջուկ, իսկ շրդիկի համար գազար եմ բերել, ի մեծանա, մեծ մարզիկ դառնա։ Շնորհակալ եմ Ձմեռ պապ։ Իսկ հիմա կներեք, մոռացանք բարի Աստղագետին, հիմա կտեսնենք ինչ հարմար նվերն է։ Ես բարի Աստղագետ, հեռադիտակ կնվիրենք, որ երկինքը անվերջ դիտեք, անհայտ աստղեր հայտնաբերեք։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք Ձմեռ պապի, պարկի բերանը արդեն փակի։ Մի փակեք։ Բա ինձ նվեր չի հասնում, ինձ էլ նվեր տվեք։ Չեք տալիս չար կախարդ անպիտան, ես այլևս քեզանից չեմ վախենում, գնա այստեղից։ Ես այլևս չար բաներ չեմ անի, երթվում եմ իմ կախարդական գավազանով, ինձ էլ նվեր տվեք Ձմեռ պապի։ Փորձենք երեխաներ, հը? Դե լավ, քեզ էլ նվեր կտանք, այն պայմանով, որ ուրախացնես մեր այս հանդեսը կախարդական գավազանով։ Երթվում եմ, կանեմ։ Սա քեզ, բոլորին մեկական նվեր եմ տվել, իսկ քեզ երկուսը կտամ։ Նուսն էլ տվեք։ Մի շտապի, երկրորդ նվերը, որ պետք է տամ քեզ, դա քո նոր անունն է, բարի կախարդ։ Շնորհակալ եմ Ձմեռ պապի, ես այժմ եմ հասկանում, թե ինչ բան է ուրախությունը, եւ ահա իմ խոստումը կկատարեմ։ Գավազան իմ կախարդական, երաժշտություն ու երգ սկսիր, մեր հանդեսում այս տոնական։ Ձմեռ պապ, ժամանակն է մեր գնալուն։ Այո, դեռ մեզ շատ երեխաներ կան սպասող, մենք պետք է գնանք։ Այսպիսով նորից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին, ցանկանում առողջություն, ցտեսություն բարեկամներին։ Ցտեսություն